բնականաբար այս հարուստ փեսացու ընտրելու հարցին պետք է մի քանի տեսանկյունից նայենք եւ թեև ասոցիատիվ բացական է ընկալվում, բայց եթե նայենք էվոլյուցիոն տեսանկյունից, մենք գիտենք, որ մարդիկ իրենք ապահովության, այսինքն գոյատևման եւ վերարտադրության խնդիր ունեին ժամանակին, հա, դեռ պատմականորեն։ Իսկ կանայք իրենց ապահովության եւ գոյատևման հարցը կարող էին լուծել տղամարդու ունեցած ռեսուրսների շնորհիվ, հա, եւ գուցե մենք ենթագիտակցաբար ցանկանանք ընտրել ավելի հարուստ փեսացու, որով կարծես փորձում ենք մենք բավարարել մեր ապահովության պահանջմունքը։ Եվ կանայք դայեզները դա են փնտրում, իրենք փնտրում են մեկը, ով կկարողանա իրենց ֆինանսապես տալ ապահովություն, կայունություն եւ դրա երաշխիքը ցավոք հաճախ հենց հարստությունն է, որի տակ անձը կարծես ընկալում է այդ ռեսուրսները եւ այդ ընկալման շնորհիվ կարծես դու քո աչքին արդեն նվազում են այդ ռիսկերը, ընտանեկան կյանքի դժվարությունները, դու մտածում ես դե եթե այդ ռեսուրսները կան, ֆինանսներ եւ իմ ընտանեկան մյուս դժվարությունները ավելի իրանք նվազտեղ են զբաղեցնում քո ընկալման մեջ։ Մեկը մյուսին կծածկի, գումարը կծածկի ամեն ինչ, կլուծի բոլոր հարցերը։ Արդյոք դա այդպես է այսօր։ Իմ փորձից եթե խոսեմ, գրքերը թողենք մի կողմ, ես ինչու էի ուզում, որ իմ ամուսինը ունենա կրթություն։ Այո, մենք տուն չենք ունեցել, 10 տարի Վարշավայում ենք ապրել, բայց մենք տուն ունեցանք, 3 հարկանի, հիմա մեծ սեփական տուն ունենք, որովհետև այն անձը, ով կրթություն ունի, աշխատող է եւ այլն, ինքը անտուն եւ սոված չի մնա։ Ուշ թե շուտ։ Այո, իսկ եթե մենք նայում ենք հարստությանը, ես փորձառաբար գիտեմ մարդիկ, ովքեր ժառանգել են ծնողների հարստությունը, բայց վատնել են, որովհետև իրենք ռեսուրս չունեն այդ հարստությունը ռեալիզացնելու, ծաղկեցնելու։